Նրա վրձինը խոսեց ու հայոց պատմությունը թղթից տեղափոխվեց կտավի վրա։ Հայկական պատմանկարչության հիմնադիր, հայ գեղանկարչության մետր Վարդգես Սուրենյանցի հոբելյանական 165-ամյակի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում նկարչի մենագրական սրահում ցուցադրվում են նրա հանրահայտ ստեղծագործությունները։ Այստեղ նրա տարբեր տարիների ստեղծած կտավներն ու գրաֆիկական աշխատանքներն են, որոնք արվեստագետը վրձնել է թե ճանապարհորդությունների, թե հայրենիքում ապրած տարիների ընթացքում։ Այստեղ տեսնում ենք սրահում նրա պատմանկարչական ստեղծագործությունները, որոնք ներկայացնում են հայ ժողովրդի անցյալի տարբեր դրվագներ, նաև Սուրենյանցն անդրադարձել է հենց իր ապրած տարիներին Արևմտյան Հայաստանում կատարվող ողբերգական իրադարձություններին, այսպիսով դառնալով այդ իրադարձությունների վավերագրողը։ Սուրենյանցի արվեստի հիմնական մոտիվը սեփական ժողովրդի անցած ճանապարհն ու ողբերգական ճակատագիրն է։ Հուզական այլ լիցք, իմաստային այլ հնչերանգ ու լուծում ունի Շամիրամը Արագեղեցիկի դիակի մոտ կտավը։ Նկարիչն այստեղ շարադրել է հերոսուհու ներաշխարհի ամբողջ զինանոցը։ Կտավին դիտելիս մեզ անմիջապես գրավում են Շամիրամի աչքերը, կրկին տեսնում ենք կին, որը թեպետ հաղթանակել է, սակայն իր ցանկությանը չի հասել։ Վարդգես Սուրենյանցի գեղանկարչության ժառանգության մեջ բացառիկ է նաև քրիստոնեական եկեղեցական թեման։ Նրա աստվածաշնչյան պատումներից առավել հայտնի են Սալոմե, Աստվածամայրը գահի վրա, Խաչելություն, Քրիստոսի դեմքը, դաստառակ ստեղծագործությունները։ Իրական ֆակտուրաներ պատկերելու այդ հմտությունը իսկապես բնորոշ էր Սուրենյանցին, լինի դա Ղրիմյան հայրիկի ոտքերի տակ փռված գորգը, թե սրբիչը, որի վրա դրոշմվել էր Քրիստոսի պատկերը, նա այնքան իրական եւ այնքան մանրակրկիտ է նկարում, որ կարծես մենք ցանկանանք շոշափել անգամ այդ ֆակտուրան։ Խորապես յուրացնելով ժամանակի եվրոպական, առավելապես մյունխենյան եւ ռուսական մշակույթի առաջադիմական ավանդույթները, Սուրենյանցն առաջիններից էր, որ հայկական գեղանկար ներմուծեց եվրոպական արվեստի, մասնավորապես մոդեռն ոճի շատ հնարքներ։ Սուրենյանցը նաև քանդակագործ էր, ճարտարապետ էր եւ բացառիկ է նրա այդ ճարտարապետական դետալները պատկերելու հմտությունը, վարպետությունը, իսկապես կարծես դրանք ոչ թե պարզապես վրձնով նկարված լինեն, այլ քանդակված լինեն։ Գլուխգործոցներից մեկն էլ նրա հայտնի Սալոմեն է։ Սուրենյանցի Սալոմեն հաղթող է, հպարտ ու սառնասիրտ։ Դիտողին նայում է վերևից ու հայացքով զինաթափանում։ Բացառիկ ստեղծագործություն է ոչ միայն հայկական կերպարվեստում, այլև որպես Սալոմեին ներկայացնող կտավ, քանզի Սուրենյանցն այստեղ շեղվել է ավանդական պատկերագրությունից, չի ներկայացրել Հովհաննես Մկրտչի գլուխը եւ ներկայացրել է հաղթական կնոջ կերպար, առեղծվածային, ինքնավստահ եւ այնուամենայնիվ ներքուստ նկատելի է նաեւ նրա հոգու խռովքը։ Ցուցադրությունում տեղ է գտել նաեւ Սալոմեի 7-րդ ծածկոցը ժամանակակից դիզայների մտահղացմամբ։ Ոգեշնչվելով կերպարից դիզայները մշակել եւ ստեղծել է ծածկոց, որ ըստ հեղինակի վերարտադրում է այն ծածկոցներից մեկը, որը Սալոմեն օգտագործում էր իր 7 ծածկոցներով բարի համար, ընթացքում մեկ առ մեկ ազատվելով դրանցից եւ ցուցադրելով իր մարմինը։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։